Այս ընտրությունները ունեն այն առանձնահատկությունը ազգային ժողովի նախագահի տեղակալների հանձնաժողովի նախագահ, որ քվեարկությունը փակ գաղտնի է։ Եվ ի սկզբանե դա արվել է, սահմանադրական օրենքում այդ կարգավորումը դրված է, падգամավորի անհատական մոտեցումը ընդգծելու համար, այսինքն որ եթե որևէ մեկը ցանկանա, այդ հնարավորությունը ինքը օգտագործի անգամ անկախ խմբակցության որոշման հանգամանքից։ Դե պարզ է, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների падգամավորների քանակը բավարար չի, որ միայն մեր քվեով Արամ Վարդևանյանը ընտրվի փոխնախագահ։ Դա նշանակում է, որ մյուս խմբակցությունից պետք է լինեն падգամավորներ, որոնք պետք է նույնպես կողմ քվեարկեն նրա թեկնածությանը։ Բայց նրանք ունեն հստակ վերաբերմունք, բացասական վերաբերմունք ձեր խմբակցության նկատմամբ։ Այս պարագայում դուք հավանական համարում եք, որ ի վերջո ԿՊ-ն կընտրի Արամ Վարդևանյանին եւ առհասարակ ինչպես կանցնի այդ քննարկումները, օրինակ նրան հարցեր տալը։ Ձեզ համար պարզ է, որ օրինակ ինչ որ տհաճ անակնկալներ կարող են լինել, սուր ելույթներ կարող են լինել։ Նայեք, դա սահմանադրական օրենքի պահանջ է եւ մեր կողմից տեխնացու առաջադրելը եւ ըստ էության այդ տեխնացուին ընտրել է, այսինքն մենք էլ ենք հասկանում, որ ենթադրենք ազգային ժողովի փոխնախագահի պաշտոն ինքը ֆունկցիոնալ իմաստով այդքան էլ կարևոր պաշտոն չի, դա նույն падգամավորն է, ուղղակի ազգային ժողովի նախագահի բացակայության ժամանակ պետքա նիստեր նախագահի, պետքա փոխարինի ազգային ժողովի, այսինքն տենց առանձնապես եսի մի չի, բայց մենք այդ պաշտոնում առաջադրում ենք արել, որովհետև ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը պահանջում է, որ ընդդիմադիր խմբակցությունից ներկայացուցիչ լինի։ Հիմա եթե մենք օրենքի պահանջից ելնելով գնացել ենք այդ քայլին, որ առաջադրենք, կարծում եմ, որ իրանք էլ պիտի անկախ իրանց վերաբերմունքից իրանք էլ ընտրեն այդ մարդուն, որպեսզի հակառակ դեպքում Դոնթի Բանաձևի իմաստը խախտվում է։ Եվ բնականաբար, այսինքն օրենքով նախատեսված է, որ պիտի ընդդիմադիր գործիչը զբաղեցնի այդ պաշտոնը ու չի զբաղեցնում։ Այդ դեպքում այլն չեն այդ կանոնակարգում Դոնթի Բանաձևի գաղափարը դրել։ Կարան ընդհանրապես հանեն։ Դրա համար ես չգիտեմ, իրանք պիտի այդ որոշումը կայացնեն, իսկ կոնկրետ Վարդևանյանի տեխնացությունն էլ մենք անկեղծ ասած այդ հարցում էլ ենք, էլի հաշվի առնել, ինքը շատ պատրաստված, վերին աստիճանի գրագետ, ինքը իր ֆունկցիոնալ իմաստով եւ կարծում եմ, որ նաեւ իր գործունեությամբ այնպիսի կերպար է նաեւ, որ չպիտի շատ հակասական տրամադրություններ առաջացնի։ Օրինակ, ասենք պարզ է, չէ՞, որ իմ տեխնացությունն առաջադրեին ամբողջ ԿՊ-ն դեմ քվեարկել, կասենք հասկանալի է, էլի, այդ մարդիկ Ղազարյան Էդգարի ոնց քվեարկեն։ Բայց Վարդևանյանը Արամի պարագայում կարծում եմ, որ այդպես խնդիր պետքա որ չլինի, որովհետեւ նա ավելի շատ ճիշտ է քաղաքական process-ների մեջ միշտ եղել է, բայց ավելի շատ ինքը իր մասնագիտական հատկանիշներով մեր հանրությանը հայտնի, որպես իրավապաշտպան, որպես փաստաբան, եւ կարծում եմ, որ տեխնացուի ֆակտորն էլ այստեղ շատ կարեւոր է։ Օրինակ, ասենք իմ տեխնացությունը առաջադրելը կարող է լինել պրովոկացիա, անկեղծ եմ ասում։ Իրան հաշվի առնելով իմ սուր խոսքը, քննադատությունը, չէ՞, ԿՊ-ին իրանց падգամավորներին, չասեն համ սաղորը մեզ ինչ ասում, բերեք իմաստ մեկ իրան ընտրի։ Վարդևանյանի պարագայում այդպես խնդիր չկա։ Հավանական համարում եք, որ ԿՊ-ն այնուամենայնիվ կընտրի Վարդևանյանին։ Հակառակ դեպքում չի ընտրվի, ինչ ասեմ։ Հիմա այդ իրանց ընտրության հարցն է, էլի, իրենք պիտի այդ որոշումը կայացնեն։ Եթե ԿՊ խմբակցությունից անհրաժեշտ թվով կողմ ձայներ չլինի, պարոն Վարդևանյանը պարզապես չի ընտրվի։ Պարոն Ղազարյան, 5-րդ օրն է այսօր շարունակվում են ազգային ժողովի աշխատանքները նորընտիր խորհրդարանի եւ հենց առաջին օրը նորընտիր նախագահը հայտարարեց, որ խաղի նոր կանոններ ըստ էության առաջարկեց բարեվարկության կանոններին հետևել, բայց մենք երեք տեսանք առաջին միջադեպը արդեն ձեր եւ իրենց խմբակցության միջև։ Դուք ինչ եք կարծում այս բարեվարկության կանոնները, որ թելադրել է հենց իշխանությունը, ինչքան կտևի եւ արդյոք երկար ժամանակ կտևի, թե առաջիկա օրերին արդեն կտեսնենք նոր բանավեճեր, նոր լեզվակռիվներ։ Ռուբեն Ռուբենյանի հետ կապված լուրջ խնդրեմ կա։ Նա ծանոթ չի փաստորեն ազգային ժողովի կանոնակարգին։ Խնդիրը էլի, որ ազգային ժողովի նախագահը կանոնակարգին ծանոթ չի, որովհետև եթե ազգային ժողովի նախագահը ծանոթ լինի կանոնակարգին եւ ազգային ժողովի կարգավիճակ, падգամավորի կարգավիճակի մասին օրենքին, ոչ մի նոր բան սահմանելու կարիք չկա։ Ռուբեն Ռուբենյանն ով է, որ կանոններ սահմանի։ Ազգային ժողովի գործունեության կանոնները սահմանված է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Հա, բայց դա քաղաքական թիմի անդամ է եւ քաղաքական հայտարարություններ դա։ Հիմա որ թիմի անդամ ուզում է լինի, որ թիմից իրան երբ ուզում է հանեն։
պատգամավորը պարտավոր է առաջնորդվի ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Եթե ինքը որպես ազգային ժողովի նախագահ ու նիստեր նախագահող կամ Կոնջորյանը որպես նիստեր բարեխիղճ գտնվեն իրենց պարտականությունների կատարման հարցում, ունենց ոնց որ այդ երկու օրենքը նկարագրել է։ Ոչ պայմանավորվածություն է պետք, ոչ խնդիր է պետք, այսինքն ինչ է նշանակում զրոյական կետից, էթիկա, այդ էթիկայի նորմերը падգամավորի կարգավիճակի մասին օրենքում հստակ թվարկած է կետերով։ Իսկ ազգային ժողովի կանոնակարգն ասում է падգամավորը պարտավոր է հետևի այդ օրենքի հիմա Ռուբինյանը պետք է սահմանի էթիկայի նորմեր, բախտաբար Ռուբինյանի գլխին։ Հիմա ասես ինչու այդ հայտարարությունը արեց։ Այսինքն այդ խաղի կանոնները ինչու մտցրեց։ Ասում եմ խաղի կանոններ, խաղի կանոն գոյություն ունի կանոնակարգ։ Եվ մենք պիտի այդ կանոնակարգով սահման հիմա որ Կոնջորյանը, որը նիստը նախագահող էր, պատշաճ կատարեր նախագահողի իր պարտականությունները, ոչ մի կոնֆլիկտ չի առաջանա։ Ասենք հիմա ես ձայն եմ խնդրում, ասում եմ վարման կարգի վերաբերյալ ձայն եմ ուզում, չէ՞։ Հիմա եթե Ռուբինյանը հնարավորություն տա, որ ես ինչ պիտի ասեմ, կարծիք պիտի հայտնի, չէ՞, падգամավորն էլ այստեղի չի ամենական։ Ուրեմն ոչ լարվածություն կառաջանա հարաբերություններում, ոչ իմ տրամադրությունը կընկնի, ոչ կողքից իմ ընկերները վատս գան, որ ամեն ինչ կընթանա իր բնականon ճանապարհով։ Եթե տենում է որ Պարզա չէ, ասենք Կոնջորյանը Տարոն Չախոյանին խո առաջին անգամ չի ճանաչում իրական։ Երբ որ նա տենում է արդեն թե որ եկել է ամբիոնին ինչ դիրքավորումով, ինչեր է խոսում, ինչա պատրաստում խոսի։ Ու լրիվ անտեղի էլի որ ասես գիտես ինչ դե այտենց հասունացել էր էլի, պիտի ասեր էլի։ Ակնհայտ սադրանք էր, չէ։ Հիմա եթե նախագահողը այդ սադրանքը կանխի, իսկ ինքը կանոնակարգ իրեն դիրավար Ուրեմն թեման փակվում է, ոչ կոնֆլիկտ ալնում, ոչ խնդիր է։ Մենք էլ հիմար չենք, չէ՞, մենք էլ զգում ենք, ասում ենք, դες նախագահող էր, շատ շուտ զգաց ու խափանեց այդ զարգացումը։ Ու մենք էլ բնականաբար ակամա դրական տրամադրումը, ասում ես, արդար է իրանց մոտեցումը։ Բայց երբ որ ասենք թե ենթադրենք ընդդիմադիր падգամավորը խոսում է, քպան ամբողջ ժամանակ աղմկում է։ Ու նախագահ ես եք դիտողություն արեցին ստաստեղից Ռուբինյանին։ Ասում եմ, չես լսում այս աղմուկը։ Թող լսենք, ասենք սաստի մարդկանց տոսում, ես իմ ընկերոջ ուզում եմ լսեմ, իրանց աղմուկը ինձ խանգարում է։ Մի հատ չի սա։ Եթե հանկարծ ընդդիմադիր падգամավորներից մեկը կողքին այդ խոսում, լոռ։ Հիմա դա իր մոտեցումն է, հասկանում եք, եթե ինքը նորմալ մոտեցում ցուցաբերի, մենք զգալու ենք, չէ՞, որ դա հավասար, ինչ իրենց պարտականությունն է իդեպ նախագահ։ Բայց դուք այդ տպավորությունը չունեք։ Ոչ, ակնհայտ չունենք։ Եվ իր համար ասում եմ, իրանցից շատ բան է կախված։ Իրանց գործողություններից շատ բան է կախված։ Որովհետև իրավիճակ ամեն դեպքում իրավունքի ուժով նիստը նախագահողը ես չեմ, այլ որ ես նիստը նախագահ եմ կամ Վարդևանյան Արամը նախագահի կտեսնեք նիստերի սահուն ընթացքը ոնց է լինում։